Հասարակական տրանսպորտի աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու համար Երևան քաղաքում մշակվել էր հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գծերի ամբողջական երթուղի, որը մասնակի իրագործվել էր։ Այն սկիզբ էր առնում Նոր վարչական շրջանից եւ պետք է հասնի մինչեւ Մալաթիա վարչական շրջան։ Խնդրեմ հաջորդ սլայդ փոխանցեք։ Միաժամանակ ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնման զուգահեռ Իլ-դե-Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել եւ շարունակվում է մշակվել Երևան քաղաքի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը բացի առանձնացված ավտոբուսային գծերի ընդլայնումից ներառում է նաեւ մի շարք փողոցներ, որտեղ երթևեկության կազմակերպման փոփոխությունների արդյունքում Իլ-դե-Ֆրանսի գործընկերների կողմից առաջարկվել է կիրառվել երթևեկության սահմանափակումներ, այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Պատկերոտում հետիոտնային հատվածները առանձնացված են դեղին գույնով։ Սա ընդհանուր հայեցակարգային գաղափար է։ Խնդրեմ հաջորդ պատկերին։ Որպես փոփոխությունների առաջին քայլ հետիոտնային հատվածները առաջարկվել են Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ, որը պատկերում նշված է վարդագույն գույնով։ Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ Իլ-դե-Ֆրանսի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները շարժունակության վերաբերյալ եւ իրականացվում են վերլուծություններ նշված հետիոտնային հատվածներին զուգահեռ ներդնելու հեծանվային եւ ինքնագլդորների համար առանձնացված երթուղիներ։ Խնդրեմ հաջորդ սլայդ։ Արդյունքում պատկերը պետք է լինի հետիոտնի համար նման կերպով առաջարկի իրագործման արդյունքում ակնկալվում է կիրառել երթևեկության սահմանափակումներ եւ տվյալ հատվածները սահմանել հետիոտնի համար։ Նշված առաջարկվող փոփոխությունների նպատակը կայանում է նրանում, որ փոքր կենտրոնում կիրառված սահմանափակումների արդյունքում նախատեսված լինի հասարակական տրանսպորտի եւ հետիոտնի համար։ Նշված առաջարկի մասով ներկայումս դեռ իրականացվում են ուսումնասիրություններ եւ վերլուծություններ բարեփոխումների հետագա քայլերում ներառելու համար։